ծայլակներ եւ հիմա ելնում է եւ առողջապահության նախարարությունը եւ նաեւ անդրադարձ հնարավոր է նաեւ որոշակի անվան նախարարությունը միջամտի որպեսզի կարողանան այդ ծայլակները ձեռնել, որովհետեւ տեղաշարժերը փոքրություններ ունեն այդ երկրի երեխաները կամ կոնտակտները, որոնք հաստատված են կնոջ կողմից սոցիալական ցանցերում, ասում են, որ կողմել Շլյամովյան նահանգը, որ Արցախից են մտնի տեղահանվել, չի տալիս եւ ուղղվում է տարբեր գերատեսչություններ։ Չկա նման բան, չի կարող նման բան լինել։ Իհարկե սայլակների տրամադրումը իրականացնում է սոցիալնախարարությունը, բայց ես կխնդրեմ կոնտակտները փոխանցեք, ես անձամբ կզբաղվեմ անպայման։ Եվ երկրորդ հարցը արդեն ներքաղաքական Տիկոն Փաշինյանի եւ Գյումրիում եւ Չինաստանի պատահարի մասնակիցն էին։ Նախ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ պատահարից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱՑ-ի միջոցով, կապարակվում են, այնտեղ դուրս չեն տալիս մարդիկ սովորական մտնի եւ հազարապես այդ պատահարը ծառայեցվում է քաղաքական վերնախավին։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Որ իրավունքը։ Նայեք։ Բոլորը չէին պտտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաև այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաև պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաև ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել, իսկ հաջորդի տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն, ինչ ես նշում եմ այն, ինչ որ ինձ հայտնի է եւ ես նման
դիրքորոշում տեսել եմ մամուլում։ Իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը ես կարծում եմ հենց հոգևոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է։ Եվ շատ մեծ նաև քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել, որ այո, եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ, պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը։ Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Ես ասեցի այն, ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Բայց որոշ կարևոր հարցեր կան, որոնք ոնց ասել դրանք չեն անդրադարձել, ասում ես չեմ տեսել, հարցը հետևյալն է, 26 թվականից առողջապահության ապահովության փաթեթը լինելու 125,600 դրամ, բայց մենք հայցակարգից հիշում ենք, որ ամեն տարի դա վերանայվելու է գումարը եւ ավելանալու։ Հիմա ինձ հետաքրքիր է, ո՞րն է կողմերի կառավարության քաղաքականությունը 27-25 գումարը պահպանելու է, թե ավելանալու է։ Ինչպես է հետաքրքիր է, այդ սուբսիդավորման մեխանիզմը, որ հիմա առաջարկում է կառավարությունը 26 թվականին համար, 27-25 եւ հետագա պահպանվելու է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ես այդտեղ հասկացեցի դրած էր, որ 26 թվականից ապահովագրվելու են նաեւ ոտակետյան քաղաքացիներ, որոնք աշխատելու ապահովագրվում են, ինչպես նաեւ կանանց լեռնակատերերը, նոտարները, մարդիկ, ովքեր շահբաժիններ են ստանում, ռոյալտիներ եւ այլն։ Իրենք 10,800 ինքնուրույն են վճարել, պետություն նրանց համար չի սուբսիդավորելու։ Ճիշտ եմ հասկացել։ Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի սկսած 2027 թվականից ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետեւ սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը, ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել, որտեղ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի։ Արդեն նախատեսում եք, որ երկու տարի բյուջեը կշատանա, այսինքն համակարգի վրա ծանրաբեռնվածությունը կշատանա, այսինքն կարող ենք ենթադրել, որ գումարը հետագա տարիներին ավելանա։ Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ ամեն տարի, ինչպես ասեցի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որովհետեւ այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս բանին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որտեղ նրանք էլ հնարավոր է օգտվել մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Չէ, չի սուբսիդավորելու։ Արդյոք դա համարվում է, որ
200,000-ից բարձր աշխատավարձ ստացող է 2 Այո, տեսեք, մենք նախնական նախագծում ունեինք նման հնարավորություն, մտածում էինք ունենալ նման հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ, բայց ըստ էության ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել եւ պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավել լինի, որպեսզի նա 26 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ, բայց 27 թվականից արդեն ըստ էության բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն։ Սա միայն 26 թվականի համար է։ Եվ մի հարց է, երկու հարց է, եւս չափահաս, արդյոք չափահասի ստացած ապահովագրությունը տարածվում է նաեւ իր անչափահաս երեխաների կամ մեծահասակ ծնողների վրա, որի տարիքը չի գերազանցում 63, այսինքն չի մտնում այդ կապերը։ Ոչ, չի տարածվում, ամեն անձ վճարում է ապահովագրավճար իր համար եւ ձեռք է բերում փաթեթ իր համար։ Մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ 65+ տարիքի անձանց ապահովագրավճարը վճարում է պետությունը եւ փաթեթը ակտիվանում է տվյալ անձի համար։ Եվ երրորդ հարցին հունվարի 1-ից առողջապահական գործակալության փոխարեն աշխատում է ապահովագրական հիմնադրամը, արդյոք նախարարությունը արդեն լուծարել է գործակալություն եւ աշխատակիցների խնդիրը ինչ է լինելու։ Ոչ, իհարկե չի լուծարել եւ կլինի, տեսեք, առողջապահության մեր գործակալությունը դեռ շարունակում է աշխատել, կստեղծվի հիմնադրամը, մենք շատ սահուն անցում կկատարենք աշխատանքների պետական առողջապահական գործակալությունից դեպի հիմնադրամ, աշխատակիցները սահմանված կարգով նախորոք իհարկե կծանուցվեն եւ իհարկե կմասնակցեն հիմնադրամում մրցույթներին եւ վստահ եմ, որ նրանցից մեծամասնությունը բավարար ուրեմն գիտելիքների եւ փորձառության ունենալով կանցնեն հիմնադրամ աշխատանքին։ Եթե կարելի է բարդ շարունակությունը մենք արդեն հասկացանք, որ օտարերկրացիների եւ անհաձեռնակատերերի մեր ֆինանսական խմբի համար առողջապահության նախարարությունը մոտեն նոր ուղղակի հարկ է ստանում։ Բայց ինձ հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր 3-4 ամիս են հարսանում ապրել, կես տարի չի տարի, նրանք էլ ունենան ապահովագրություն։ Հարգելի գործընկերներ, սա հարկի նոր ձև չէ, սա ապահովագրավճար է։ Չէ, սա պարտադիր ապահովագրավճար է եւ դրա դիմաց մարդը ստանում է կոնկրետ ծառայություններ։ Այո, մարդը կարող է Հայաստանում ապրել 3-4 ամիս, բայց այդ 3-4 ամսվա ընթացքում էլ կարող է ունենալ շատ բարդ, ծանր, ուրեմն օրինակ վիրահատություն, որը արժի 3-4 միլիոն դրամ։ Եվ այստեղ մենք նորից ուզում եմ շեշտադրել, որ առողջապահական ապահովագրության պարագայում անձը, որ պահին սկսում է վճարել, այդ պահից էլ արդեն ծառայություններից օգտվում է։ Դուք վստահ եմ տեղեկացված եք, որ Վրաստանը պարտադիր դարձրեց օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելիս ունենալ առողջության ապահովագրություն, այսինքն անգամ արդեն այդ փուլին են երկրները անցնում, որովհետև հախուռն առանց ապահովագրության շատ բարդ է սպասարկել որևէ խումբ բնակչության, դա կլինի օտարերկրացիներ, թե նաև քաղաքացիներ։ Տալիս էին ապահովագրության մինիմալ փաթեթ, հիմա իրանք էլ մեր քաղաքացիներին դեռ ասել, որ պարտադիր եկեք վճարեք դրա համար։ Իրենք էլ միայն վճարման պարագայում էին ստանում այդ իրենց երկրի համապատասխան եւ եթե տվյալ երկիրը սուբսիդավորում էր, տարբեր երկրներում տարբեր են կանոնները, սուբսիդավորման չափերը եւ այս դեպքում էլ գործում է երկկողմանի պայմանագրերը եւ կտեսնենք ամեն երկրի հետ ինչ պայմանագրային հարաբերություններ ունենք։ Վերադառնալով եկեղեցու օրակարգին, վարչապետը հայտարարում է, որ մեծ պետք չի կաթողիկոս, որը ենթարկվի կամ զեկուցի օտարերկրյա լեգենանների։ Մուսուլման նախնել սա արդյոք տեղեկություն է, որ ինչ իշխանությունը դիապետում է, որ օրինակ ՄԵԱՊ-ը օտարերկրյա կառույցների զեկույցներ է ներկայացնում։ Վարչապետը իր խոսքում շատ հստակ էր, ազգային ժողովում էլ է այս մասին խոսել եւ այս ուրեմն տեղեկատվությունը վերաբերում է կոնկրետ անձի, դա վեհափարի եղբոր մասին է եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Հստակ էր, որ այս տեղեկությունը եւ ըստ էության գնահատականը դա էր, որ մեր
թե կաթողիկոսը եւ թե մյուս եպիսկոպոսները եւ հոգեվոր հայրերը պետք է լինեն Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանի ժողովրդին հավատարիմ անձինք եւ սա է մեր դիրքորոշումը։ Հասկանալ դա ձեր նկատմամբ իշխանության վարչապետի գնահատականն է, որ կաթողիկոսը մյուս հոգևորականները չեն սպասարկում Հայաստանի շահը։ Դե եթե այդ գնահատականը չլիներ, ինչպես կարող էր այս գործընթացը սկսել։ Մենք սրա հետ է կապված այս ամբողջ գործընթացը, որ այս անձինք ըստ էության չի կարող լինել վերլուծություն առանց տեղեկատվության։ Վերլուծությունը ինչ որ առումով տեղեկատվության վրա է հիմնվում։ Դե ես չեմ այդ հարցի պատասխանողը, չեմ կարող ասել կան, չկան, ինչքանով կան, չեմ իմանում, ես տեղեկացված չեմ այս մասով։ Հիմնադրամը ունի այլ կարգավիճակ, այն հիմնադրամ է, գործակալությունը ուներ ուրեմն առողջապահության նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ կազմի մեջ էր գործում, իսկ սա լինելու է առանձին կառավարության կողմից հիմնադրված կառույց եւ սպասարկելու է ապահովագրության ամբողջ գործընթացը եւ իհարկե մինչեւ 2029 թվականը նաեւ պետական պատվերի հատվածը, այսինքն ամբողջական սպասարկումը իրականացնելու է հիմնադրամը։ Իսկ ինչու չպետք է որոշվել։ Հայաստանը ոչ միտեղ անցում չի կատարում, Հայաստանում գործում է ազատ շուկայական հարաբերություններ եւ կարող ենք ասել, որ ամեն տարի այդ շուկայի ազատականացման, պայմանների թափանցիկության եւ հավասար հնարավորությունները ավելանում են։ Շատ երկրների օրինակ է, երբ որ առողջապահական ապահովագրությունը, պետական բազային փաթեթը, այո, սպասարկում է պետական հիմնադրամ։ Սա հանրային շահ է եւ հանրային բարիք է եւ մեր կարծիքով այս պահին Հայաստանի տնտեսական, առողջապահական ցուցանիշները ցույց են տալիս, որ այս մոդելը ամենաարդյունավետն է լինելու։ Իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները շարունակելու են աշխատել, դուք նաեւ տեղեկացված եք, որ վերջերս ավստրիական շատ խոշոր ապահովագրական ընկերություն Հայաստանում ներդրում իրականացրեց, սա եւս խոսում է այն մասին, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը նպաստում է Հայաստանում ընդհանուր առմամբ ապահովագրական շուկայի զարգացմանը։ Պաշտպանների դիմումին մի քանի դիմումներ է ստացվել այսին ես կողմից ներկայացրել ձեր ենթակայության գործընկերուակին եւ ստեցյան մինչեւ այս բանը հնարավորություն չի ստացել իր նախնական հաստատությունում հանձնել զննում նախ խնդրեմ բացատրեք ինչու եւ ինչու է եւ հնարավոր է մոտեցումը ձեր փոխվի եւ ինչ-որ մի բանի նրանք իրավունքի իրական մշտական կենտրոնում։ Ես պետք է ասեմ, որ մեր անազատության մեջ գտնվող բոլոր անձինք օգտվում են հավասար կերպով անհրաժեշտ բուժօգնությունից եւ չկա որևէ մի անձ այսօր կատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզնման, սպասարկման, վիրահատության, որը ինչ որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է։ Գալով կոնկրետ դեպքին, մենք այսօր ենք ստացել նման ուրեմն դիմում եւ միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով կնայենք ընթացք կտանք։ Պաշտպանների կողմից է ներկայացվել։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը որ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչ որ նոր հնչեցվում է։ Մեր կողմից տեսեք, քրեակատարողական
նայեք, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի բուժ սպասարկումը իրականացվում է որոշակի ընթացակարգով։ Դիմումներ են եղել եւ այսպես առաջարկներ են եղել պատշաճ բուժօգնություն կազմակերպելու, որը առանց այդ դիմումների էլ կազմակերպվում էր։ Հարցը վերաբերվում է կոնկրետ բժշկական կենտրոն գնալու հետ եւ սահմանված կարգով դիմելու, այս մասին եմ խոսում, որ նոր ստացել ենք նման դիմում։ Այսինքն իրենց նախորդ դիմումներում չի եղել կոնկրետ հիշատակում, որ ունենք գնալ այս բժշկական կենտրոն։ Տեսեք, նորից եմ կրկնում, դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի։ Նման դիմում չենք ունեցել։ Շատ ստացել եք նման դիմումը, դուք հնարավոր համարում եք, որ այդ հնարավորությունը տրվեք։ Իհարկե, իսկ ինչու չեմ համարում։ Միանշանակ ինչու ոչ, ես նման հնարավորությունը չբացառեցի։ Գիտեք ինչ, որովհետև իրենց պաշտպաններից մեկը ասում է, որ ձեր այդ ՊՕԱԿ-ի աշխատողներից մոտեցել է Սրբազանի եւ ասել են կարող եք ցանկացած այդ հնարավորություն, բայց ոչ Իսմիլյանը կա նման մոտեցում։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ սա նորից եմ կրկնում, պետք չի շահարկումների տեղիք տալ։ Մենք ցանկացած անձի, այդ թվում նաև Միքայել Աջապաղյանի առողջական ցանկացած խնդրի մասով եղել ենք շատ ուշադիր, ժամանակին եւ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել ենք։ Այլ մանրամասների չեմ կարող անդրադառնալ։ Չեմ կարող ասել, ըստ սահմանված կարգի ընթացք կտան։ Բայց չեք տեսնում եք այդ հնարավորությունը, որ Ես չժխտեցի, որ այո կարող է նման հնարավորություն լինել։